Աստված օրհն է, թող ուրախության յուղով օծ է ամեն մեկիս։ Մենք եկել ենք Տիրոջ տան մեջ կա հաց, կա ուրախություն, կա խաղաղություն, կա բժշկություն, ամեն ինչ կա, որտեղ Տիրոջ տան մեջ։ Ամեն։ Ուրախություն դե պակաս է, արի Տիրոջ տունը։ Խաղաղություն դե պակաս է, արի Տիրոջ տունը։ Բժշկության կարիք ունիս, արի Տիրոջ մոտ։ Ամեն։ Աստված օրհն է բոլորիս, փառք Հիսուսին։ Իրականում փառք Աստծուն, շատ շնորհակալ եմ մեր թանկագին հովներից այս հնարավորության համար, որ հնարավորություն ունիմ կանգնելու ձեր առաջ։ Ամեն։ Նոր մի փոքր առաջ մեր հովիվը SMS էր գրել Ամերիկայից, բոլորիդ բարևում էր, ասեց շատ եմ կարոտե, ասեցի բա որ իմանաս մենք քեզ իշքան ենք կարոտել։ Հենց որ փառք Հիսուսին, այս շաբաթ գալիս է մեր հովիվը, Աստված օրհնե նրան եւ նրա ճանապարհը։ Ամեն։ Ու այսօրվա խոսքի վերնագիրը դրել եմ այսպեսնա, արեք կարդանք մի հատ այստեղը ու շարունակենք առաջ գնալ։ Ամեն։ Ելից երկրորդ գլուխ Ելից 16:8 Եվ Մովսեսն ասեց Ահարոնին. Իսրայելի որդիների բոլոր ժողովքին ասիր. Աստծո առաջին մոտեցեք, որովհետև ձեր տրտունջը լսեց։ Քարոզի վերնագիրը ձեր տրտունջը լսեց։ Քո տրտունջը լսեց։ Հենց լավ խոսք ունի, բայց չկարողացա այս խոսքը խոսալ։ Հիմա չգիտեմ ում տրտունջն է լսվե։ Դրա համար Աստված այսօր ուզում է այս տրտունջը ուրախության վերածել։ Այսօրվա քարոզի վերնագիրը քո տրտունջը լսվեց։ Եղածը եղավ։ Թող նա այս խոսքը խոսայինք, էլի։ Բայց թող Աստծո կամքն եղնի։ Քո տրտունջը լսվեց։ Գիտեք ինչ եմ նկատել, որ ասում ես այսպես ասում Տերը, քո առաջ դռները բացում, բոլոր ծափ են տալիս։ Բայց որ ասում ես քո տրտունջը լսեց, ոչ մեկ էլ չի ուզում ծափ տա, չէ՞։ Սկանը դուրել չի գալիս sense բաներ։ Այսպես ասում Տերը, քո առաջից գնալու է, քո թշնամիներին փշրելու է։ Հալելույա, ամեն։ Բայց որ ասում է այսպես է ասում Տերը, դու պետք է խոնարհվես, որ Տերը բարձրացնի։ Երևի կողքինից հետ է։ Այս խոսքերը մեզ հետ է, ամեն մեկից, ամեն, հալելույա։ Գիտեք, որպեսզի մի հատ անցնենք այս խոսքին, ես ուզում եմ համ հոգևոր, համ բժշկական տեսանկյունից նայենք ինչ է տրտունջը, դժգոհություն, անհավատություն, ապստամբություն Աստծո նկատմամբ, որպեսզի այս կան այս կարտալուց մի քիչ բան է, էլի, որպեսզի սաղ չկարտանք, ուղղակի ուզում եմ այսպես մի քանի իր բացատրությունը կարտալ։ Ինչ է տրտունջը։ Հիմա նայեք, սիրելիներս, ես, որը որ կարող եք դուք էլ ինձ հետո ստուգել, տրտունջի պատճառով ինչ հիվանդություններ կարող են առաջանալ։ Սիրտ անոթային համակարգ, դժգոհությունը ու նեղվածությունը Խրոնիկ ստրեսի ձևերն են։ Դրանք օրգանիզմը պահում են մշտական մարտական պատրաստվածության վիճակում, ինչը հանգեցնում է այրան ճնշման բարձրացում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի ինֆարկտի և ինսուլտի, բարձր ճնշում, ուսպես շատ երկար բան։ Երկրորդը, մարսողական համակարգ, պատկերացնում եք այս դժգոհություն ինքը ամեն բան ներսի վիճակ է, ստրեսային, սենց ներսը չի մարսում ու սենց լիքը բաներ։ Երրորդը, նյարդերի համակարգ և հոգեբանություն, խրոնիկ գլխացավեր և միգրեն, հաճախ պատկերացնում եք գլխացավեր, միգրեն, դժգոհության, սա տրտունջի հետևանքներն է, ժողովուրդ։ Ճիշտ է։ Թող ճիշտ չեղնի հակառակ, թող քանդված են Հիսուսի անունով, այս տրտունջը вообще թող հեռանա։ Յանի վсё, ճիշտ է, մենք էլ ուրիշ ելք չկա, էդ է։ Թող քանդված են այս դիվային զորությունը։ Ինչ է տրտունջը։ Տրտունջը արդեն աստվածաշնչյան, եթե նայենք հոգևոր աչքերով Աստծո
աչքերով, 5-ը անհավատություն է Աստծո նկատմամբ։ 5-ը ապստամբություն է Աստծո նկատմամբ։ Հիմա այսօր առավոտով է տրտնջացը։ Արմեն եղբայր, այսօր կիրակի էր, մենք բոլորս ուրախ ենք։ Ով աչքերը բացեց, ասեց, այսօր ինչ պետք է հագնիմ։ 5 արդեն տրտնջ էր։ Այս կներեք 1000 անգամ։ Քամբախ Յանդեքսն ինչ եղավ։ Աղջի ինչ եղար, քեզի կսպասեմ։ Սա սրանք տրտնջի երևույթներ են, գիտեք, չէ՞։ Հիմա նայեք, սիրելիներս, Աստված մեզ բոլորիս ուզում է ազատագրել ու առողջ պահել։ Մի հատ քու շուրտերիդ ուշադիր եղի։ Դու ինչ ես խոսում Աստծո առաջ։ Եկեղեցում ընդհանրապես չափանիշ չէ, ես միշտ ասել եմ ու ասում եմ։ Եկեղեցում քո վարկը, իմ վարկը ընդհանրապես չափանիշ չէ։ Դուրսը մենք ինչպես ենք մեզ պահում։ Տունը մենք ով ենք։ Կուզես իմանաս դու ով ես։ Ես ով։ Տունը դու քեզ ինչ ձև ես պահում, վերջ։ Դու տունը ինչ արձագանք ես տալիս, հետո ամուսնացած ես կին ամուսին փոխհարաբերություն ինչպես է, ծնող երեխա փոխհարաբերություն ինչպես է։ Եթե այնտեղ ամեն ինչ նորմալ է, դու լավ մարդ ես։ Իսրայելի կյանքին նայելով, որի մասին որ շատ անգամ Աստված մեզ համեմատում է եկեղեցու հետ, համաձայն եք։ Ես մի անգամ մի հատ խոսք էի խոսում, ասեց, եղբայր, նոր ուխտում Աստվածաշունչը սենց բաներ չի խոսում, դա հին ուխտի մեջ էր։ Հիմա որպես իմ խոսքս է շարունակեմ ու ասես մտքերս կենտրոնացած, որպես սկսենք արդեն կառուցել մեր հիմքի վրա, կուզենամ նոր ուխտից երկու տեղ մեջբերում ենեմ, հա, ոնց որ ցույց տամ, որ այս խոսքը նաև նոր ուխտով է համապատասխան, հետո նոր հին ուխտին նայենք։ Ամեն։ Արեք նայենք առաջի Կորինթացիս 10:10։ Նայեք ինչ է ասում ստեղ Աստվածաշունչը։ Առաջի Կորինթացիս 10:10։ Պողոս Արաքյալն ինչ ասում։ Ասում է. «Եվ չտրտնջակ, ինչպես նրանցից էլ ոմանք տրտնջացին, եւ սատակչի ձեռովը կորան»։ Եվ ամեն 11-ը, եւ այն ամեն օրինագի համար էլ նրանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրվածը, որոնց դարերի վերջը հասավ։ Տեսնում եք, ասում է, մեզի ինքը օրինագի համար հասավ։ Ինքը մեջ բերում է անում Իսրայելին, որ ասում է իրաք տրտնջացին ու բոլորը մահացան։ Հիմա արեք մի հատ նայենք Հուդան։ Հուդա 16-ը։ Ինչ ասում։ Սրանք տրտնջողներ էին, փսպսողներ, որ իրաց անձերի ցանկությունների պես էին գնում եւ նրանց բերանը անպարտավան բաներ էր խոսում։ Երեսապաշտություն էին անում շայի համար։ Սրանք տրտնջացողներ եւ փսպսողներ էին։ Գիտեք ինչն է հետաքրիր, որ Աստվածաշունչը ինչ նուրբ ձևից պես մի հատ նկարագրում է այս երևույթը։ Ասում են նրանք, այսինքն հին ուխտի եւ նոր ուխտի մարդկանց մասին է խոսքը։ Ասում են իրաք տրտնջան ու փսպսանգը։ Ու գիտեք իրաք ինչով են զբաղված։ Երեսապաշտությունով։ Ահա։ Հիմի Աստվածաշունչը ստեղ մեզի զգուշացնում է, որցիկ շատ վատ պոզիցիա է, որ քրիստոնյան ինքը գնում է այս բանի մեջ։ Գիտեք, ես ձեզի մի հատ բան ասեմ, յուրաքանչյուր քայլ դա ընտրություն է։ Դե տրտնջալը, դու ունիս ընտրություն, տրտնջան, դե չտրտնջամ։ Դու ունիս ընտրություն, հավատարիմ մնամ, դե չմնամ։ Դու ունիս ընտրություն, Աստծուն պաշտեմ, դե չպաշտեմ։ Չկա պատահականություն, ամեն ինչը ընտրության հետևանք է։ Մարդ ինչ որ ցանե, այն էլ կհնձես, իրենես։ Դու չես կարա հնձես մի բան, ինչ որ դու չես ցանե։ Չգիտեմ, մաղադանոս ես ցանում, հնձում ես կյազար, անհնար է։ Ինչ որ ցանես, այն էլ կհնձես։ Ու ես այսօրվա այս խոսքը լուրջ բան եմ ասում, սիրելիներս, թող ամեն մեկիս կյանքի մեջ, եթե ուրախության մեջ ես, դա քոնը չէ, փառք Հիսուսին, պրոստը զգուշացի, բայց եթե սրա մեջ ես, սիրելիս, խնդրում եմ քեզ, վերջում կապաշխարես, հրաժարվես երևույթից։ Ինքը դև է, դև։ Ինքը այս տրտունջ, ինքը անհավատության ոգու դրսևորում է, որ բերում է մեր ու Աստծո մեջ։ Սրանից պետք է հրաժարվել։ Հիմա նայեք, սիրելիներս, մի հատ բան եմ ուզում նկարագրեմ։ Եգիպտոսի մասին Իսրայելս մենք բոլորս գիտենք, չէ՞, Իսրայելը, որ Եգիպտոսի մեջ էին։ Հետաքրքիր է 15-րդ գլուխ ծննդոց
Աստված խոսում է մարգարեական Աբրահամին, ասում է 400 տարի հետո Իսրայելին գերությունից ես դուրս եմ հանում։ Հիշում եք այս տեղը։ 400 տարի։ Նայեք, Ծննդոց 12-րդ գլխի մեջ, 40-րդ խոսքի մեջ գրված է, ասում է 430 տարի հետո Աստված Մովսեսի միջոցով Իսրայելին դուրս հանեց Եգիպտոսից։ Նա սենց 15-րդ գլխի մեջ Ծննդոց տեսնում ենք, ասում էր 400 տարի։ Ելիցի մեջ 12-րդ գլխի մեջ 40-րդ խոսքի մեջ տեսնում ենք, երբ որ արդեն Մովսեսն եկավ, 430 տարի էր անցել։ Ուզում ես դառնաս, ասես Աստված, ես այս տեղեր երեք լուրջ այնց հետաքրքիր համ մտածում եմ, ոնց որ սա երկխոսություններն էր։ Չէ՞ որ դու ասում ես 400 տարի, այստեղ 30 տարի արդեն անցավ։ Ու գիտեք ինչ հասկացա, անկեղծ ինչ եմ ես հասկացել, դու ես չգիտեմ, կարող է հիշում եք, երբ որ Մովսեսը գնաց, քանի տարի անցավ, մի խոսքով, երբ որ Մովսեսը ետ վերադարձավ։ 40 տարեկան էր, չէ, փախավ, հետո 40 տարի անցավ, ետ եկավ։ Այսինքն 390 տարի էր անցել, երբ որ Մովսեսը գնաց փախավ Եգիպտոսից։ Աստծո ծրագիրի մեջ իր նախասահմանություն, շատ կխոսանք նախասահմանության մասին։ Գիտեք ինչ էր իր մոտ նախասահմանված, որ Մովսեսին 10 տարվա ինքը կսարքե Մովսես ու կուղարկե Եգիպտոս։ Բայց հետաքրքիր էր, որ Մովսեսին էլ էր պետք 40 տարի։ Չգիտես ինչի էս 40 տարին ոնց որ մեկ տեսակ քրոնիկ եղնես Իսրայելի համար։ Իսրայելի համար 40 տարի էր, 40 տարի պատգատով կա, այսինքն պատրաստում Մովսես, 40 տարի անապատ։ Ու հետաքրքիր է, Աստծո նպատակների մեջ կար, որպեսզի 10 տարվա Մովսեսին զիներ, լցներ, զորացներ ու ուղարկեր Եգիպտոս։ Մի խոսքով սրա վրա չեն կանգնում, բայց փառք Աստծուն, որ կոյնա 430 տարի հետո Մովսեսը բարձրացավ, այսինքն 40 տարի հետո։ Հիմա նայեք, շատ հրաշքներ, որ սենց խոսում ենք ամբակորկոր, գիտեք ինչի չի կատարվի։ Աստված մեր հետ կաշխատի, իր մոտ 10 օրեր, 10 ամիսեր, չգիտեմ, 10 շաբաթեր։ Մենք սիկ տարիներ ենք սարքում, գիտեք ինչի պատճառով։ Որ մատներս չենք ուզում տանք, մենք չենք ուզում ինք փոխվինք։ Գիտեք, ես վերջերս մի հատ քրիստոնյա կար, հետը խոսում եմ, ասում եմ, գիտես ինչի մեջն է քո անհաջողությունը, որ դու չես տեսնում քո սխալը։ Գիտեք, մարդ երբ չի փոխվում, երբ որ չի տեսնում իր սխալը, հետո չեմ տեսնի ինչի մեջ փոխվեմ։ Դու պետք է տեսնես քո սխալը, որ դու փոխվես։ Դու պետք է գիտակցես, որ այս քո քայլը, որոշումը, արարքը սխալ է, որ երկրորդ անգամ չանես։ Բայց քանի դու չես գիտակցում, բոլորը մեղավոր են, բացի ազնից, դու սենց է կմնաս միշտ խաբված։ Այդ նույն էս վիճակը, գիտեք, Աստված ուզում է փոխե մեզ, սիրելիներս, որպեսզի մեր միջոցով առաջինը մեզի փրկե, հետո նոր ուրիշներին մեր միջոցով։ Աստված այո ուզում է գործեր են իմ ու քո կյանքի մեջ, բայց մենք թույլ չենք տալիս շատ անգամ։ Մեր մտքի պատճառով, որ չի նորոգվում, մեր ծուլության պատճառով, մեր անհավատության պատճառով։ Գիտեմ, սիրելիներս, այսօր դուք եկել եք երևի ուրիշ բան լսելու։ Եկել եք, որ խոսայ ասեի, Հիսուսը քեզ սիրում է։ Գիտեք, մի հատ բան ասեմ, այս վերջերս եմ, մեր պրը ժողովուրդ հետ է։ Ասում եմ, մենք մի փոքր էս երևի մագարտակից արդեն բարձրացել ենք։ Սիրելիներս, պարտադիր պետք է կան ասեն Հիսուս քեզ սիրում է, որ ասեն, «Ոյ, տեսար ինչ ասեց, Հիսուս սիրում է ինձ»։ Հիսուսը 2000 տարի առաջ արդեն իր սերը ապացուցեց, որ ինքը սիրում է մեզ։ Էս ինչ աղոթեց, ասեց Աստված քո հետ է։ Սեց ուրախ, հա փառք Աստծուն, ուրախացի, բայց տեղափոխվեց դասարանից։ Դուրս էլ։ Իսկ այն առաջի դասարանն էր։ Ոնց որ մի անգամ մի հատ եղբայր ունենք, մարգարեություն էր, ամեն մեկը մոտենում էր մի հովիվի, որ այս հովիվը աղոթեր, ու իր համար լավ խոսք էր ստացել։ Եկավ բոլորս ասում էր տղեկ նրա մոտ գնացեք, այնպես լավ բաներ է խոսում, որ Հիմա մեկի համար լավ է, մյուսի համար հանդիմանություն է։ Հիմա չի նշանակի, որ բոլորին ինքը լավն է ասելու։ Մենք չգիտենք ով ինչ ճանապարհով է անցնում։ Ամեն։ Ու հիմա նայեք, սիրելիներս, այստեղ այս նույն բանն է նկարագրված։ Երբ որ Եգիպտոսը Իսրայելը Եգիպտոսում էր եւ գերույցյան մեջ էր։ Հիմա մի հատ հարց տամ։ Ինչ է գերությունը։ Երկու բառով նվաստացում, չէ, խայտարագություն, ճնշումներ, ստորացումներ։ Լավ բան կա գերույցյան մեջ։
Մի հատ պլյուս ասա։ Չկա, մի հատ պլյուս չկա։ Նկարագրեմ երկու բառով ինչ էր վերաբրում Իսրայելը Եգիպտոսում։ Հիմա մենք բոլորս գիտեք ոնց ենք նայելու այս հարցին։ Սես մի հատ կողքից սկսելու են գնահատականներ տալ։ Շատ անգամ եղել է, չէ՞, որ մի բան լսում ես, ասում ես, «Որես հիմար է այս մարդը»։ Աստված ասում է, բայց դու էլ ես սրա մեջ։ Երբ որ Դավիթը հիշում եք, մի հատ վատ շատ բան արեց, Մարգարեն եկավ, ասեց մեկը սենց բան ար, ասեց կայզնից, սպանել, վիզը վրայից թռցնել, ասեց դա դու ես։ Այսինքն հիմա մենք մի հատ կողքից ենք նայելու, որպես Աստծո աչքերով նայելու ենք։ Եղի հիմա արտար ու ազնիվ, դու քո հետ, խնդրում եմ քեզ։ Գիտեք մարդ երբ է հաջողված, երբ որ ինքը ուղիղ է կանգնած Աստծո առաջ, անկախ նրանից թե ինչեր կա իր վրա։ Սկես ինչ բերեր կա, այն շորը ինչ գույներով է աղտոտված, կարևորը ուղիղ կագնի ինքը կենե իր գործը։ Բայց երբ որ սեն ծուր կկագնինք, մեջկով կկագնինք, խորամա, այն Ադամի պես, սա փախավ գնաց թփիտակ պահկվավ, Աստված ասում էր Ադամ ուր ես, սա գնաց պահկվավ։ Մտածում էր Աստված չի տեսնի։ Այս դիրք մի ընդունեք, էլի սիրելիներս, ուղիղ կագնի։ Ստեղ եմ Տեր։ Գիտակցե վերցրա քո վրա պատասխանատվություն, որ դու փոխվելու կարիք ունիս, որ դու սխալ ես ու պետք է ուղղվես, վերջ։ Ոչ մեկ մեղավոր չէ, ես եմ մեղավորը։ Լե այդ ձև երբ որ դու սկսես քեզ նայել, Աստծո հրաշքը կտեսնես։ Հիմա նայեք, ինչ էր վերաբրում Իսրայելը Եգիպտոսի մեջ, նվաստացում։ Իրա գիշեր ցերեկ աշխատում էին Իսրայելի համար, եգիպտացիների համար։ Եգիպտացիները հովություն չէին անում, սիկ իրաց համար գարշելի շատ գործ էր։ Ոշխարներ, կովեր, էս տանային, արտասնային։ Իրաց վրայից երբեք գոմի հոտ չեկե։ Իսկ Իսրայելի վրայից գիտեք ինչ հոտ էր միշտ գալիս։ Գոմի հոտ։ Իսրայելացոք ոչ թե երկրորդ երրորդ խավի մարդ էին։ Իրաք իրաց աչքերի առաջ լրիվ արժեքազրկված էին։ Ամեն մարդ աշխատում է իր տունն է պահում, իսկ այնտեղ աշխատում էին եգիպտացիների համար։ Ու գիտեք ինչ ծև էր։ Յուրաքանչյուր ժամանակ կարար Եգիպտացու մի հատ երեխա տղա քարը վերցներ տար իսրայելացու մեկ երեխու գլխին։ Ու իրան ոչ մի բան։ Երբ որ ինքը լացելով գալիս էր տուն, ասում էր պապա գլուխս բացված է։ Ասում էր ոչինչ, էս էլ մեր ճակատագիրն է։ Այսինչ էին ապրում։ Շատ խորանանք, շատ կա օրինակներ բերելու, պրոստը երևի էլ իմաստ չկա։ Իրաց աղջիկներին բռնաբարում էին, շատ ու ոչ մի պատասխանատվություն չէին կրում։ Աղջիկները խայտարակված մտնում էին տները։ Ու ոչ մի բան, ձայնի են, որ ասում է չկար ազատություն, չկար հավասարություն։ Այս կարգավիճակով ապրում էր Իսրայելը Եգիպտոսի մեջ։ Հիմա եթե մի փոքր դու ետ նայես քո կյանքի, աշխարհի մեջ, մեղավոր կյանքում, գիտեք, կարծես թե Սատանայի հետ երբ որ նայում ենք, թե մենք ինչ մեղքերի մեջ ենք եղել, սրանից բետար ենք եղել։ Գիտեք, նոր է ապաշխարեք, սենց մի հատ սենց ցեխ ունեին գերոջս հետ, պրիտ շուտա սենց խմորեղեներ, պեչենիներ էին արդադրում։ Ու սենց ասում է պետք է գնայի այս գործի տեղը, տեսա մի հատ տղամարդ, որը ընկած էր բարձյուր է, այս ծառի մոտ սենց կներեք հազար անգամ, իրա տակ ներած, մի խոսքով թրաշով, սենց ճպուրները աչքերին, ու լսում եմ Աստված ասում է կագնի վերցրա իրան։ Իմ մեկին ասե մեջն ինձ մակուր էր, вообще չէի ուզե կագնե, իրանից անցա, բայց հասկացա, որ սիրտս բերանիցս դուրս էր ելնում, ասի չէ, կագնա, ետ տվեցի, այսօրվա պես հիշում եմ իրա դեմքը, երբ որ մոտեցա իրան, ինքը սենց ինձ նայեց, յանի մարդ կա, որ ինձ նայում է, ինձ տպավորություն էր, ոնց որ իմ աղբորս 1000 տարվա կորցրածեղն է, սենց սեր առաջացավ իրան նկատմամբ, բարձրացրեցի, տեսա, որ մի խոսքով, ահա որ վիճակ էր, ցելոֆոնը փռեցի, նստեցրեցի իրան, մեկենան ասում եմ, լսե, Աստված քեզ համար նոր կյանք ունի, Աստված քեզ համար նոր ծրագիրներ ունի, քո կյանքը այսօրվանից փոխվավ, ես այսպես վառված տարա իրան, որ ասում եմ ցեխ ունեի, այնտեղ աման էին լվում, մեծ սենց վաննա էր, այնտեղ աման, բան, թե նոր ապաշխարած սերը տվել է գլխիս, կրակը տիրոջ մեջս էլ չնայի, մծրի վաննեն իրա, սի լողցի, լողցավ, թրաշվավ, գնացի շորերս բերեցի, հագցրեցի,
Սիրուն սիմպաթիչնի մի հատ տղամարդ։ Ու շաբաթ օր էր, ոնց որ երկրորդ օրը կիրակի օրը պետք է գնայինք ծառայությունից հետո իրան պետք է տանեի վերականգնողական կենտրոն։ Հիմիջայլոց ընդեղած վերականգնողական կենտրոնը, որը որ կար մոտ 700 հոգուց ավել, այս հովիվ առաջնորդ եղել է առաջվա անդուն թապարական եղել։ Իրան աստանովքից վերցրել է տարել են մարդ են սարքե Աստված։ Ու ինքը դարձել էր տվյալ քաղաքի պաչոտնի գրաժդանին գորոդը Չապաևսկը։ Քաղաքապետը տալիս առնում էր, այս կարգի Աստված իրան բարձրացրել էր։ Ու որ ինքն էր անդուն թապարական, ասի վсё, վերջ։ Ու հետաքրքիր է, ես կերծրեցի, խմծրեցի, ասեցի, լսե, վաղը ես քո հետևից կգամ, ծառայությունից հետո, քեզ կվերցնեմ, որ տանեմ ռեփ ցենտր, ասեցա։ Ու այնտեղ մեր աշխատողները, որ գալիս էին, փոխվում էին։ Այս սեյնյակը կողմենքը գծեցի վրան, բանալին վերցրեցի մոտս երեք։ Գնացի տուն, սող գիշեր չեմ քնեմ, մարդ կփրկեմ, պետք է տանի մարդ սարքեմ։ Ուրախությանս չափ չկար։ Երկրորդ օրը առավոտ բերեցի իրան հաց տվեցի, որովհետև ասել էին, որ պետք է իր թոքերը մի հատ նգարվի, որ տուբերկուլոզ չեղնի, հանկարծ մարդկանց այնտեղ չվարակի, էլի։ Ու նոր այս թղթով պետք է տանեինք։ Ու երբ որ առավոտ մինչև ծառայություն սկսվել է, բերեց իրան հաց տվեց SSS, ասեցի սպասես տեղ, մինչև ես գնամ ծառայությունից կամ քեզ վերցնեմ։ Բե եղավ։ Կողմենքը գծեցի Սուրբ Հոգին սավ պարզ լսեցի, սավ դուրը բաց։ Մտքով, բա որ փախնի։ Խմեր կերին չէ։ Հանեցի կողմենքը հնազանդվա Աստծուն ու գնացի ծառայության։ Ոբշմ եղբայրներով հավաքվանք, գնում ենք Ալեքսանդրի հետևից, որ պետք է տանենք թոքերը մի հատ նկարել տանք ու ռեփ ցենտր։ Հետաքրքիր է, գնացինք, տեսանք դուրը բաց։ Որտեն սիրտս սկսեց գծել։ 4 հարկ էր ինքը։ Ամեն մի հարկը կայծակային արագությունով եւ վերու վարկեն եմ, գոռամ Ալեքսանդրը չկա։ Ու մտքիս մեջ գիտեք ինչ եմ մտածում։ Ասում եմ հիմար է ինքը, հիմար է լրիվ, այս բառն է մեջ։ Ասում եմ տակը արած, կեղդոտ, սոված, ես չգիտեմ, հիվանդ, կյանք առաջարկե իրան։ Ու Աստված դարավ սավ, այս հիմարը դու կլինես, եթե ինձանից մի օր հեռանաս։ Բնեն չէ որ դու մե ուրիշ լավ բանի մեջ ես։ Ինքը ֆիզիկական էս վիճակի մեջ էր, դու հոգևոր։ Ինչի համար էս պատմությունը պատմեցի։ Էս Իսրայելի նոր էս պատմությունը որ բերեցի Եգիպտոսի հետ։ Պարտադիր չէ որ դուք ֆիզիկական էս կարգավիճակում լինեք։ Հոգևոր կյանքով նա, երբ որ սատանեն այսենց մենք կնոպկեն սխմում էր ու իր կամքը կատարում էինք։ Գիշերը ժամի 3-ին խոսքի սիգարետը վերջացել է, ելնում ես, հագնում ես, գնում ես ես շատ գիտեմ ուր, որովհետեւ մի հատ ծխախոտ առնես, ծխես։ Դա ստրկություն չէր։ Եվ որ բամպասանքը չէր կարում շուրտերից հեռացնեիր։ Երբ որ պարգում էի ու վախեր էր գալիս, բա որ մեռնիմ ինչ կլինի հետս։ Բա հիմա էլ չկա էլ էս վախերը։ Սրանք սաղ ստրեսներ չէին, սրանք սաղ գերույություններ չէին։ Վաղվա օրվա նկատմամբ։ Մի խոսքը ուսպես լիք է։ Մեղքեր, որը որ ասում է Պողոս Արաքյալն ասում է նույնիսկ ամոթ է որ բոլորի մոտ խոսանք։ Այս ծածուկ բաների մասին է խոսքը, ներսի վիճակի մասին է խոսքը։ Ու այս վիճակի մեջ ու Աստված մի օր որոշեց Իսրայելին դուրս հանել։ Ոնց որ մեզ մի օր։ Վատ բան էր էց, որ որոշեց մեզ փրկի։ Չէ։ Դե հա։ Իսրայելին Աստված որ որոշում կայացրեց Եգիպտոսից հանելու։ Լավ էր թե վատ էր։ Տեսեք ինչ լավ է, չէ՞, մենք կողքից գնայինք, գնահատական ենք տալիս։ Իհարկե լավ էր։ Այն Ալեքսանդրի պես, խոմ հիմար չես։ Քեզ կյանք են առաջարկում։ Հիմա սիրնես։ Նայեք ինչ լավ ամեն ինչ սկսվում է։ Որպեսզի պրոստը առաջ էր տալով շատ արագ ժամը թռավ։ Ժամի վրա մենք ճունենք իշխանություն։ Ու փառք Աստծուն, թե չէ մենք բոլորս բեսմերտնիկ դառնանք երկրի վրա։ Հիմի նայեք 16-րդ գլուխ 3 մինչև ժամը 5-ը լուսատեմ ելից գիրքը թվոցը կարտացի Սուրբ Հոգին ասեց անկեղծ ներսիցս լսում է ասեց հիմա կարաս չասեց կարաս ասեց հաշվե սաղ տրտունջները հատ գրել եմ եթե նա այս աստվածաշնչից մեջ գրած է 1 տրտունջ ուզես սլակ եմ ցույց տվել Երկրորդ անգամ, երրորդ անգամ ու 18 անգամ կնայես Իսրայելը կտրտնջա Աստծուն։ Հիմա նայեք այն կարգավիճակից, որտից որ Աստված փրկեց Իսրայելին, հանեց,
ամենաառաջի անգամ տրտունջը մենք տեսնինք, երբ որ եկան կագնան ծովի առաջ։ Ծովի առաջ կագնան մի անգամից սկսեցին տրտնջալ։ Գերեզման չկար Եգիպտոսում։ Ստենտեղ կմեռնեինք էլի։ Սպես կողքից որ նայում ենք, անկեղծ Իսրայելը լրիվ աշկիցը սեց գնում է, բայց երբ որ ես ինձ եմ նայում, բարձրանում է Իսրայելը։ Ասում եմ, ինչ լավ է, փառք Աստծուն, մեկ ես էլ եմ իսրայելացի։ Գիտեք, ես չեմ ասել, դա Աստծո մարդկանցից է ասեց, Աստված մեկ գիշերվա մեջ Իսրայելին Եգիպտոսից դուրս հանեց, չէ՞։ Մեկ գիշերվա մեջ։ Մեզի տարիներով Եգիպտոսը մեր մեջը չի կարող հանել։ Հələ հիշում ենք։ Գիտեք, ինչն է ամենատարօրինակ, նոր քրիստոնյաներն ասում են, հիմա որ աշխարհի մեջ լինեի, ուրիշ ձև էս հարցերը կլուծեի։ Չեմ հավատա։ Լուծող տղա ես կամ կին ես կամ աղջիկ ես, թե լուծե։ Սպես ամբակորգոր խոսքերը, հետո ուզում ես մի ուրիշի վրա ազդեցություն թողնաս կամ տպավորություն, կամ ավելի շատ Աստծո վրա։ Հիմա գնայինք մեր 2-3 տեղ։ Չի ստացվի։ Աստծո վրա դու չես կարող այս տպավորություններ թողնաս։ Մի օր մի հատ մարդ էր զանգեց ինձ, ախպեր, եկեղեցին չլինի, ես սենց բաներ կանեմ։ Մեկի նկատմամբ։ Ոնց որ առաջի անգամ էր ասի հանգստացնում եմ, ինչքան հանգստացնում եմ, հասկանում եմ, ինքը ավելի է փորփոքվում։ Այն որ կռիվ են անում է, ասում են թող, հենց թողնում են, թողեք, ու հետաքրքիր է, երկրորդ անգամ երբ որ զանգեց էլի նույն տոնայնությունով, ասի եղբայր, ասեց ինչ, ասի գնա ու արա։ Ոնց թե։ Ասի հա գնա խայտարագե, սպանե, փշրե, ջարդե, ամեն ինչ արա։ Ասի բայց սենց ոնց կլինի։ Իա։ Գիտես մենք եք ու խելքի դենք։ Սիրելիս հավատացյալները հենց չէ որ հակառակ մենք համ աշխարհի մեջ ենք դիպլոմ ունեցե։ Համ է Փառք Հիսուսին Աստծո մեջ ենք անցնում։ Հնեն չէ որ մենք չգիտենք այնտեղ ինչ է կատարվում։ Հնեն չէ որ գալիս եք այնպես մի երկու բան եք խոսում մտածում եք մենք էլ վայ։ Գիտեք ինչն է ամենասարսափելին, երբ որ տեսնում ես որ գալիս են աշխարհի մեջ չկայացած մարդիկ ուստեղ փորձում են քո հաշվիդ կայանան։ Սիրելիս Աստված երբ որ մեզ կանչեց Աստծո մեջ, ինքը չվերցրեց մեր հասկացողությունը։ Պողոս Արաքյալը հետաքրքիր բան ասում է դուք ունիք նախանձավորություն, բայց չունիք հասկացողություն։ Հավատքն ու հասկացողությունը իրար հետ պետք է գնա, որովհետեւ դու կարողանաս ճիշտ աստվածապաշտության մեջ հաստատված լինես։ Ես գիտակցում եմ խոսքերս մի փոքր ծանր ու ասենց ոնց որ դե սուրբ բաներ էլ է խոսում, հետո ծառայությունից հետո կարող եք գաք։ Ու ոնց որ դե սեր չենք զգում քո խոսքերիդ մեջ, հակառակ այնքան սեր կա։ Դուք չեք է պատկերացնում։ Սեր որ չլիներ, ստեղ չէ լինի։ Ուզում եմ որ Տերը օրհնե համ ինձ համ քեզ։ Ուզում եմ որովհետեւ մենք հրաժարվենք սենց բաներից։ Ուզում եմ որ ճիշտ հասկացողություն կա բոլորիս մեջ։ Եկեղեցին ինքը կայանալու տեղ չէ, եկեղեցին ծառայելու տեղ է։ Եկեղեցին քո մարմինը խոնարհացնելու տեղ է։ Հիսուսը Աստված եղնելով եկավ ծառայեց մեզ։ Գիտեք, սիմպտոմներից մեկ կա, մարդ որ ապաշխարել է, մտածում է թե Աստծուն ադալժենի է, չգիտեմ հայերեն ոնց է։ Դու Աստծուն լավություն չես արել, որ սելես Տեր, դարձիմ Տերս ու փրկիչս։ Սիշ մտածելակերպներ է։ Դու պարկի տակ ես, ինչի՞։ Դե եկա քո մոտ։ Գնա դժոխք։ Էս ի՞նչ ես խոսում։ Հապա ինչ ասեմ։ Էլ ուրիշ տեղ չկա։ Մենք Աստծուն լավություն չենք երել, որ եկել ենք այս խաչի տակ ենք կանգնել։ Ինքն է մեզի լավություններ է։ Ես գալիս եմ եկեղեցի, բոլոր ինձ պարտական են կամ պարտավոր են։ Մենք գիտեք ինչն է լավ, երբ որ մի փոքր դու ժամանակի առումով, գործի առումով, երբ որ հեռանում ես, տվյալ քո ընտանիքից հետ, հասկանում ես, որ ոչ թե քո ընտանիքդ քո կարիքն ուներ, այ դու ընտանիքիդ կարիքն ունեիր։ Հասկանաք, չէ՞, մտածելակերպ։ Կներեք, ես չլինեմ yaman գիտի, չէ, իհարկե գիտեմ, որոշ մարդկանց սիրտը հաստատ կցավա։ Բայց այնն չէ որ տրաուր, այնն չէ որ աշխարհի վերջը կեղնի։ Այնն չէ որ այս եկեղեցին առաջ չի գնա կամ հովիվի կողքը ուրիշ մարդ չի նստի, կամ այս մարդկաց շատ արագ ուրիշ մարդ կգա կամ ուրիշ մարդ տեղը կզբաղեցնի։ Այնն չէ որ չիտեմ ինչ կլինի։ Այնն չէ որ եթե ես չեղա օրինակ եմ ասում, հա։ Այնն
Աստված սկսեց всё վերջ։ Հովիվին, Ավիգին որպես հովիվ սկսեց, ամեն ինչ փոխվավ։ Արմենը չկա։ Ժողովուրդ ջան, ես կարիքն ունիմ ձեր։ Ես ձեր կարիքն ունիմ։ Դու մեր կարիքն ունիս։ Այս բալանսը բա է։ Եկեղեցին այնտեղն է, որտեղ որ ես պետք է գնամ։ Որտեղ որ այո, ես պետք է գնահատեմ իմ տեղս։ Ամեն։ Արեք գոնե երկու տեղ ելիցից կարդանք։ Տրտունջ 1։ Կագնան հենց առաջին նեղության առաջ ու մի անգամից ուր ես դու Աստված։ Ապաշխարեցիր, եկար եկեղեցի, մի հատ խնդիր, ուր ես դու Աստված։ Ուր էր։ Բա ո՞նց դու հայտնվար ստեղ։ Բա որ ինքը չկար, քեզ ով հանեց Եգիպտոսից։ Բա որ Աստուն հարց ես տալիս, եթե դուք տարօրինակ աղոթքներ քրիստոնյաների ու լսում ես մարդկա վգայության ձևի է պատմում։ Ամոթը կգոնյա մի վգայեք։ Մի օր կանգնասեցի, Աստված, եթե դու կաս, ու խոսում է մի մարդ, որ Աստվածաշնչա դպրոց է ավարտել։ Ուրեմն սենց արա։ Ու Աստված պատասխանեց։ Աստված ողորմած։ Բայց երկրորդ անգամ կարա չպատասխանել։ Սիրելիներս, արեք ճանաչենք մեր տեղը։ Մենք Աստված չենք, մեզի երբեք Աստծո հետ չհավասարցնեք։ Հիսուսն ասեց, եթե ծառան տիրոջ հետ գա տուն, Տերը ասել, մեր րոպե, գնա ինձ հաց բեր, հետո նոր դու քո հոգսերդ քոկաս։ Այնց ծառան պետք է նեղեն այլ, ես էլ վաղը չեմ կա ծառայության, դու ծառա ես։ Այն ժամանակ սատանայի գերին էր։ Հիմա սիրով գերված Աստծո կողմից, որը որ կանչել է հավիտենական կյանք, սուրբ կյանք ունենալով, օրհնությունների մեջ ապրելով, դարձել ես լույսի սիրո գերի։ Վատ է։ Բայց ինչ աղոթներ է, եթե դու կաս։ Մի խոսքով է։ Չգիտեմ։ Երկրորդ տրտունջը 15:24։ Բայց ես կուզենամ այս մետեղը 14-րդ խոսքի, այս 21-րդ խոսքը, 20-րդ խոսքը ցույց տամ։ Երբ որ Եգիպտոսը գալիս էր Իսրայելի հետևից, ծովի առաջ Իսրայելը կանգնած, գիտեք ինչ է գրված, ասում է Աստված ամբը իջեցրեց Իսրայելի Եգիպտոսի մեջտեղը, Եգիպտոսի համար մութ էր, խավար էր, Իսրայելի համար լույս էր։ Գիտեք ինչն է գսեմ, հետաքրքիր, որ Իսրայելը այս ամեն ինչ իր աչքերով տեսնում էր, Շատ անգամ մեր կյանքերի մեջ չկա, որ մարդ կար մանվան վճիռ էին գրել ու նայում ես Աստված բժշկել է։ Այս նույն լույսն է, որ աշխատանք չունեիր, ծերը ծերին չէիր հասցնում, այսօր Փառք Հիսուսին քեզ լավ է զգում, մի հատ կոմֆորտ լավ մեքենա ես քշում արդեն։ Եվ որ առաջ ելում էիր առավոտ աչքերդ բացում էիր, առաջի միտքը վերասիա այսօր հացը որ խանութից պետք է վերցնես։ Այսօր դու ես ուրիշներին օրհնում։ Սիկեն ամբն է, որ եկավ քեզ համար լույս է, խավարի համար խավար է դարձրել։ Իսկ մենք շատ հրաշքներ ենք տեսել ու տեսնում ենք մեր կյանքերի մեջ։ Ու ամեն անգամ լավ, որպես առաջ չգնանք։ Հետո երկրորդ տրտունջը, հա, 15:24, արեք մի հատ էս տեղն նայենք, սիրելիներս։ Գիտեք որ տեղն է։ Եվ ժողովուրդը գսե տրտնջած Մովսեսի առաջ, ինչ խմենք։ Ախպեր, զարմանամ գել է։ Հնարավոր չէ մոտենալ Մովսեսին սել, Մովսես ջան, ինչ պետք է խմենք։ Տրտնջած։ Մովսես ինչ պետք է խմենք։ Մովսես բերիր մեզ ստեղ, որ ծառավ սպանես։ Ինչ սրտի դիրք է։ Ինչ կներեք, ինչ անհավատության դրսևորում է, ինչ դժգոհություն է։ Ինչ հասկացողություն է, ինչ, չգիտեմ ոնց ասեմ, ինչ վատ հոդեր է գալիս այս բառերից, մարդու ներսից։ Երրորդը 16:2-3-ը։ Ուղղակի sense արագ մի հատ անցնում ենք, էլի ժողովուրդ ջան, 16:2-3-ը։ Նայեք ինչ է ասում է Արեք կարտանք էս տեղը մի հատ եկե։ Եվ Իսրայելի որդիները բոլոր ժողովքը անապատումը Մովսեսի եւ Արոնի դեմ տրտնջացին, տրտունջ արին։ Ախպեր հնարավոր չէ, տրտունջը չէ ուներ։
Եկան խոսեցին, եկան խնդրեցին, եկան էսիշ բան տրտնջացին։ Եվ Իսրայելի որդիկն ասեցին նրանց. Երանի թե Աստծո ձեռով մեռած լինեինք Եգիպտոսի երկրումը, երբ որ մսի կաթսաների մոտ նստած էին եւ կուշտ հաց էինք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովուրդը սովածությունով մերցնենք։ Գիտեք, ստեղ մի հատ բան բաց թողեցի, ասում եմ, երբ որ Աստված այս ծրագիրը գրեց Իսրայելին դուրս հանելու, նույնիսկ ասում եմ հակուստը մարդկանց ու այն ինչ որ խելքից դուրս է, հնազանդվավ Աստծուն, չէ՞։ Գրված է ասում է 40 տարի ուշադիր լսեք այստեղը, խնդրում եմ։ Մարդկա որ շոր է այսօր հակած, բոլորս։ Այս շորը դու հակել ես խոսքի 5 տարեկան ժամանակ։ Դժվար չէ, կամ խոսքը հակնես 87 տարեկան, դժվար, չի, որովհետև մեծանում ենք, ասում է Աստված, Եգիպտոսի մեջ, ասում է շորերը նրանց վրայի չմաշավ, կոշիկներ ասում է չծագավ, չփչացավ, հակուստը հնազանդվավ Աստծուն, հրաշքը ամեն օր կտեսներ Իսրայելի իր աչքերով, այն չէ որ, ամեն օր աչքերով հրաշք կտեսներ, նա երգեք, 30 համարի կոշիկը դարձավ 41, 40 տարի քայլ է ու չի մաշվի, բայց Իսրայելի սիրտը, այնքան չփոխված, այնքան չար ու խավար, այնքան անհավատությունով լցված, ինչ խմենք Մովսես, ինչ ուտենք Մովսես, բերիք ստեղ որ մեզ սպանեք, բերիք մեզ, որ չգայի եկեղեցի հիմա այս ուրիշ ձև կլուծեի հարցերը, քնա լուծե, քնա լուծե, եկեղեցին որ չլիներ ես կգնայի Ամերիկա, քնա, բայց հնարավորություն չկա, բեն չի ես ասում, թվոց 11 էստեղն է կարդանք ու ժողովուրդ չան, նայեք, թվոց 11 4-ը, 4-ից 6-ը, և նրանց միջի բազմություն շատ ցանկացան, և Իսրայելի որդիկն էլ դարձյալ լաց եղան և ասեցին, ով միս կտա մեզ ուտելու, իշխոր երեխա, կկարտաս լուրջ կսես, միս եմ ուզում, ժողովուրդ, մի հատ լուրջ բան եմ պատմում, Սամարա եմ, 14-15 թիվը, Աֆրիկայից եղբայրներ շատ կան ընդեղ եկեղեցու մեջ, էլի, շատ, ու մի օր սպես շատ արագ ոնց որ որոշեցինք պիկնիկ գնալու, պիկնիկ հաց ուտելու, այսինքն, չգիտեմ պիկնիկ ինչ լեզվով, մի խորը պիկնիկ, էց է մոտս տպախորված, այսինքն ով ինչ ուներ, մեկը հավ գրիլ վերցրեց, մեկը ձու, պանիր, հաց, երշիկ, սենց, ու իրացից է մարդիկ կային, իրանք նոր էին եկել Ռուսաստան, ու եկան ադյալը բացեցինք սես քույրերով, եղբայրներով ու իրաց հետ նստած ենք Վոլգայի ափին ու հանեցինք, ով ինչ, յանենը շատ ծախս չեն ենք, էլի, սենց թեթևի մեջ, նայում ենք, ես մարդիկ չեն ուտում, դել իրանք ռուսերեն է չէին խոսա, անգլերեն մենք է վաբշե չտեինք, սես մոդավորապես կուզենք բացատրենք, դե կերեք էլի, սես նայած, դոս ամեգը ռուսերեն գիտեր, պրոստը իր մոտ են որ ասում է դար ռեչի պրապալ։ Հետո ոնց որ թուրքը կուլ տվեց ու խոսաց։ Սա սիկ ձեր մոտ սովորական կերակուր է, ինքա։ Սա սիկ մեր մոտ թակավորական կերակուր է։ Որ հավ ուտեն, ձու ուտեն, երշիկ ուտեն։ Նայում ես, ասում ես Աստված ջան, փառք քեզ։ Շատ բան կա, որ մենք չենք այս քամբախ հավ գտից զզվանք։ Տրտունջ, մի օր ես հավգիտնեք կորի, էլ չի եղնի, հետո բիցես Աստված ջան են ձուն, ուրա ծվերը, փառք տվեք Աստծուն ինչ որ ունիք, փառք Աստծուն, գիտեք ինչն է տարօրինակ որ շատ անգամ, մարդ հրաշքներ է անում, Աստված, վերագրում են մարդկանց վրա, մի հատ բերանը չի բացվի, սես Աստված էր այդ, քերիներեց, հոպարներեց, տատներեց, պապներեց, մամաներեց, պապաներեց, հարսներեց, փեսեներեց, բայց ոչ Աստված,
Բերանը չի բացվի, ես Աստված ջան, փառք քեզ։ Որտեղ նստիս ելնես, ես Աստված երեց։ Ընկերս էպիլեպսիկ էր։ Մադա այսենց երկարացրեց, քարոզիչը ասեց այստեղ մարդ կա։ Հենց հիմա Աստված բժշկում է քեզ։ Որտեղ նստար ելար ասես, որ Տերը քեզ բժշկեց։ Ու էպիլեպսիան անցավ։ Անցավ մի որոշ ժամանակ։ Խույրեր, հարազատներ, բարեկամներ մտնում ելնում են, կվգա էր։ Մեկը կինը կողքից սկսեց։ Ամոթ ես, իրաց մոտ մի խոսա։ Սիրտս այսը դդդկցում, ասում եմ մի երեք սենց բան, դա մեղք է։ Զգուշ մնացեք։ Ու այսօր շատ վատ բանի մեջ են։ Ինչի պատճառով, որ ամնջեցին մի օր Աստծուն։ Դե որ լավ նեղնենք, դե Եգիպտոսը որ լավ լիներ, ընդեղ ապրեինք, էլի։ Լավը չէր, չէ։ Նայեք, ես մետեղնել եմ ուզում կարդամ սիրելիներս ու հիմա շատ լավ բան ենք ունենալու։ Նայեք։ Այս նույն գլխի 10:13 է։ Եվ Մովսեսը լսեց, որ ժողովուրդը իրանց տոմերով ամեն մեկն իր վրանի դրանը լաց էր լինում։ Պատկերացնեք, մսի համար լաց կեղն էին։ Եկա մարդ, կանցնում ես ինչ եղե, օնես պապ խոսքի, միս եմ ուզում ու լացում են, ախպե։ Եվ Աստված բարկությունը խիստ բորբոքվեց, ես եղնեք ոչնչացնեի արյանական։ Փառք Աստծո, ես Աստված չեմ։ Բորբոքվեց։ Եվ սա Մովսեսի աչքին վատ երևաց։ Մովսեսը հասկացավ, որ արդեն լուրջ է։ Տերը լուրջ բարկացել է։ Լուրջ բարկացել է։ Եվ Մովսեսն ասեց Աստծուն. Ինչու քո ծառային չարչրեցիր։ Արդեն այս մարդն ենք կրագը։ Եվ ինչու քո առաջին շնորհք չկդա, որ այս բոլոր ժողովրդի բեռն իմ վրա դրիր։ Միտե ես եմ հղիացել, այսինքն այս բոլորը, կամ ես եմ ծնել սրանց, որ ինձ ասում ես, գիրգդ առ նրանց, ինչպես որ դայեկանն է առնում կատնակեր տղային, մինչև այն երգիրը, որ նրանց հայրերին երտում արի։ 13-ը, ինչ որ տեղից է միսը, որ այս բոլոր ժողովուրդին տամ, որովհետև ինձ դեմ լաց են լինում և ասում, միս տուր մեզ ուտենք, միս եմ ուզում, 14, ես մենակ չեմ կարող կրել այս բոլոր ժողովուրդի, սա ինձ համար շատ ծանր է, 15, և եթե ինձ այսպես պիտի ասես, խնդրեմ, սպանիր, մերցրու ինձ, եթե շնորհք գտա քո առաջին, որ իմ չարիք չտեսնեմ։ Եվ Աստված ասեց Մովսեսին, ինձ համար Իսրայելի ծերերից, 70 հոգի ժողովեկես, ես, ու ես պատկերը, որ կարդում ես, հմի կողքից, որ նայում ենք, ինչ տարօրինակ վիճակ է, չէ։ Մսի համար լաց են լինում, ջրի համար լաց են լինում, ծովի համար լաց են լինում, արևի համար լաց են լինում, անձրևի համար լաց են լինում, ամեն ինչի համար լաց են լինում։ Ժողովուրդ ջան, աստվածապաշտությունը այդ չէ։ Ամեն։ Ու ես վերջի տեղնել, նայեք, ասում է մի անգամ կագնատ ձուկ ծախեմ, արտիգում եմ, ու մի հատ կին եմ օդենում ինձ։ Տղա ջան, հերվից գոռում է, ասում է, գտա ինձ։ Ես գիտեմ թե կսեք գտա ինձ։ Դոնց է կսեք գտա ինձ։ Չէ, չէ։ Ես գնայում ես տատիկից ես խոշոր լավ, ես էլի գտա ինձ, տղա ջան, բան։ Չհասկացա տա ջան, մի հատ ձուկ տուր, հասի ձուկ, ես ոնց որ ձերքս մծրեցի, մի հատ լուպո ինչ որ ձերքս ընկավ կապչոնից, էլ ես հանեցի, տվեց իրան, մեկ ես վերցրեց սենց իրով։ Չէ, ուրիշ տուր, այն մեծը։ Ոնց որ ես ներսիցս կար, գիտես ասի, չէ։ Հենց այս բան, ուրեմն չեմ ուզե, ու գնաց։ Սմայ քեզի բան, ոչ է, ու անցավ մի քանի օր էլի կագնած ձուկ ծախեմ, մեկ էլի հերվից գտա ինձ, աշկից չի դոր էլի ես մոռացել եմ։ Բմի հատ ձուկ նայսի սրա հավասար ինչ ձուկ կա, կայնի, սրանից փոքր, հանի տվեցի սյան։
Բջջի էսեն մեծը կուզեմ։ Իսկ գիտես, երբ որ ողորմության կհասնի, դու չես կրնա այնտեղ թելադրես։ Ողորմության հարցը միակողմանի է, դիմացինից է կախված։ Ինչքան ինքը քեզի կողորմա։ Անապատի մեջ իրաք ողորմությանով են, որ ասում է գնում էին առաջ։ Աստված ինչ տար, դուք պետք է շնորհակալ վերցնեք։ Հիմա Աստված մեզի Եգիպտոսից դուրս հանեց, չէ՞։ Մենք պետք է շնորհակալ եղնենք ամեն ինչի համար։ Ու նայեք, այս վերջի տեղը հետաքրքիր է, ասում է 14-րդից 5 թվոց։ Նայեք ինչ է այստեղ գրված, այս տեղը շատ 4-րդ խոսքը, այս տեղը մանկուկա է։ Եվ իրար ասեցին, եկեք մեզ զորագլուխ ընտրենք եւ Եգիպտոս դառնանք։ Պատկերացնեք, ինչ կսեն։ Էլի սով ծարավես էս, ասում է արեք մենք մեզի զորագլուխ ընտրենք, ով որ մեզ էլի կառաջնորդ է Եգիպտոս։ Ոստեղ 8-րդ խոսքի մեջ արդեն 21-ի 5-ից 8-ը ասում է Աստված լսեց նրանց ու ասեց ձեր խոսքերով թող ձեզ լինի, որ ասում եք մեռնի մեր տամ, Աստված ջան հոգիսար պրզնիմ, ու ասում է Աստված լսեց, ասեց ձեր խոսքերով ձեզ է լինելու։ Այս բոլոր տրտնջացողները բոլորը մեռան Եգիպտոսի մեջ։ Ես այս կողքից նայում եմ, հիմա խնդրում եմ դու գնա դական դուր։ Սկան Աստված հրաշքներ երավ ու վերջում Եգիպտոսը կդառնա Իսրայելը։ Կսե տղեկ, արեք մեզնից նա զորագլուխ բարձրացնենք, թող մեր առաջից կանգնի ու մեզ էլի տանի Եգիպտոս։ Ինչ կարծիք եք, Աստծո համար սկան հաճել էր լսել այս ամեն ինչը։ Այ երբ որ դու ասում ես աշխարհի մեջ սկոնեսի կար, այս նույն բարկությունն է իջացնում Աստծո քո վրեն։ Եվ որ ասում ես, ախ գնամ մի հատ աշխարհ հարցերս լուծեմ, այս նույն բարկությունն է իջացնում դու Աստծո քո վրեն։ Եվ որ ասում ես աշխարհում սող կար, սխտոր կար, այս նույն բարկությունն է իջացնում քո վրեն։ Սիրելիս գոհացող սիրտ ունեցի։ Ամեն։ Հիմի շատ արագ, իսկ ինչպես ազատագրվել տրտունջից։ Ինչպես դուրս գալ այս տրտունջից։ Առաջինը բռնացրեք ձեզ տրտունջի վրա եւ մի պաշտպանեք, գիտակցեք ու հրաժարվեք։ Ամեն անգամ որ էլի էս Լիլիթը լավ հենց մտնում եմ տուն ասում եմ օրինակ էլի էս գոհացիր ասում փարտուր ու կեր։ Մի անգամից կգնիս քո տեղը, ասում փարտուր ու կեր, всё, վերջ, էլ մի գոհացիր, եղավ, շնորհակալ եմ, Տեր ջան, գոհ եմ, ու հանգիստ կուտես։ Երկրորդը, ապաշխարեք եւ Աստծո առաջ խոստովանեցեք։ Երրորդը, շնորհակալություն հայտնեք։ Գտեք 5-10 պատճառ։ 5-ից 10։ Ինչի համար պետք է շնորհակալ եղնես Աստծուն։ Աստված ջան, շնորհակալ եմ, որ ես տեսնում եմ։ Աստված ջան, շնորհակալ եմ, որ ես լսում եմ։ Աստված ջան, շնորհակալ եմ, որ ես հոդի ու համի։ Գիտեք, մարդկա չունի, կորել է։ Չէ, լուրջ կսեմ, ինքը իր համար դժոխք է։ Դու որ հաց ես ուտում ես, համը առնում ես, սա փառք ես, Տեր։ Փառք ես, որ հաց եմ ուտում ու նորմալ մարսում եմ։ Փառք ես, որ քնա ու արթնացա։ Փառք ես, որ ունիմ հավիտենական կյանք։ Փառք ես, որ ունիմ ձեռքեր աշխատելու, ոտքեր քայլելու։ Փառք ես իմ կողակիցներիս համար, փառք ես իմ ընտանիքիս համար։ Տեսեք ինչքան բան կա փառք տալու։ Բուրա սոխն ու սխտորը։ Նայեք, աղոթեք Աստծուն, բերեք նրա առաջ, ոչ թե պահանջարկով, այլ խնդրանքով։ Դու պետք է ինես, Տեր ջան, խնդրում եմ, եթե քո կամքն է։ Հայ մեր աղոթքը բոլորս գիտենք, չէ՞։ Տեր ջան, տուր մեզ այսօր մեր հանապազորյա հացը։ Տուր մեզ այսօր, բայց այս հացի համար է աշխատել է պետք։ 5. Ձեր ֆոկուսը պահեք Աստծո վրա եւ ոչ թե ձեր կամ կարիքի վրա։ Եվ միշտ հիշեք նրա խոստումները։
Հիշեք ամեն անգամ ինչ էր Տերը։ Հա ինչպես ազատվել տրտունջից։ Հիշեք այն ժամանակվա ձեր ֆինանսական վիճակն ու հմիկվա։ Եթե вообще փոփոխություն չկա ու տարիներ է անցել, խնդիրը քո մեջն է, ոչ թե Աստծո։ Դու ես մեղավոր։ Այս ինչ դատապարտող խոսքեր է, դատապարտությունը սատանայից է։ Ճշմարտությունն է։ Կա եղանակներ, երբ որ Աստված անցնում է, բայց երբ որ ժամանակներն անցել ու դու նույն տեղն ես, սխալը քո մեջն է, քո մեջ մանարի։ Ուրիշներին մեղավոր չանես։ Կողքիններից չխաչես։ Եթե հավատքը չի աճես կան ժամանակ, եթե ճեղքում չունիս, եթե մի հարցի շուրջ դու 10 տարի էլ կկաղես, եթե քո մտածելակ ամենակարևորը մարդու մտածելակերպն է, պետք է փոխվի։ Ու նոր կտակարանով մեր հրաշալի տեղ բերեմ Փիլիպեցի նայեք ինչ ասում 4:6 Ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Պողոս Արաքյանն ասում է տրտունջի դեմ կամ ինչ ձև է պետք աղոթել։ Ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով, չիս է հրամայելով, չիս է պարտադրելով, չիս է մանիպուլյացիա ենելով, Աստծո սրտի վրա ազդելով, աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Քրիստոնյաների հետ շփվում ես շատ անգամ, հիասթափվում ես, ոնց որ սենց, չգիտեմ, մոդը ամեն բան վերջանում է, ասում ես, վсё, վերջ, ելի ձորից գցենք, բրծանք, չկա ոչ մի բան, տուպիկ, երանելի վիճակ է, անհնար է, հակառակը պետք է եղներ, սի գիտեք ինչից է, որ չեք հիշե ձեր անցյալ հրաշքները, որ չեք կարդա Աստվածաշունչ, որ Աստծո երեսը չեք փնտրե, որ ձեր երեսը չեք ուղղի Աստծո վրա։ Այս սրանից է։ Ու դա մեղք է։ Պարտադիր պետք է չգիտեմ, մարդ սպանին, շնություններին, գողություններին բռնին, դու մեղավոր ես։ Հիսուսն ասեց, կներեք, Պոռնիկները, շնացողները ավելի շուտ երկնային առկայություն կժառանգեն, քան թե դուք։ Հակոստը կա, ներսը մեռած։ Հարություն տվեք ձեր ներսը, սիրելիներս մեր։ Եթե դու քեզի բռնցնես, միշտ տխուր ես, ինչ ես տխուր։ Հարց։ Տխրությունը ասում է աշխարհի տխրությունը տանում է դեպի դժոխք։ Կորինթացիս։ Տրտմությունը ավետարանի նկատմամբ, հավիտենական կյանք, հիմա քո տրտմությունը ինչի մեջ է։ Դու շատ վտանգավոր պոզիցիայի մեջ ես։ Ինչ ուտենք, ինչ խմենք, այսօր ինչ էպեմ։ Այս երկրորդ տեղն է կարդանք նոր կտակարանով ու նայեք ինչ է ասում։ Ասում է Հռոմեացիս 8:28 Նայեք ինչ ասում է, բայց գիտենք, որ Աստծուն սիրողների համար ամեն բան գործակից է լինում դեպի բարին, նրանց, որ նախասահմանելով կանչված են։ Եթե դու Աստծուն սիրում ես, եթե դու փնտրում ես Աստծո երեսը, հիմա ինչի միջով ես անցնում։ Աստվածի բարի գործակից կանի։ Հիմա արժե տրտնջալ։ Մեկ է վերջում Աստծի բարի է անելու։ Աբակումը Մարկարեն հետաքրիր բան էր ասում։ Ասում էր թեև թզենին չծաղկի, գոմը բոլորը, այս վերջերս մի հատ հիվանդություն ընկավ, չէ, դաբաղ կկոչվի։ Սա անասունները չդեմ սատկում են։ Ասում է եթե դաբաղը գնի, սատկին, արդը ցանեմ ոչ մի բան չընձեմ։ Ասում է միև նույնն է, ես պետք է ուրախանամ, ու իմ հույսս ինքը պետք է լինի։ Ու վերջ։ Դա Աստծո մարդկանց պատասխան պետք է լինի։ Հիմա կարող է մեկը նստած մտածում է, ահա, քո ցենը տակ տեղից է գալիս, դու լավ ես։ Փառք ասում, լավ եմ։ Փառք ասում։ Շատ լավ եմ։ Միշտ ես ասել եմ, ես չեմ խոսամ մի բան, ինչից որ խելքս չի հասնի, հա։ Բերեմ սիրուն գեղեցիկ բաներ խոսամ։ Խոսանք մի բան,
Ինչ որ մեր փոքր խելքերս քասնի, ինչ որ մենք էլ ենք երկրի վրա, ապրում ենք, գիտենք ինչի մասին խոսանք, ոնց որ Պողոս Արաքյալն էր ասում։ Ասում էր ես գիտեմ ինչ եմ խոսում։ Ես շատ լավ գիտակցում եմ ինչ եմ խոսում։ Ես շատ լավ հասկանում եմ ինչ եմ խոսում, սիրելիներս։ Ես էլ եմ միս ու արյուն, դու էլ ես։ Աստված քեզ այնքան կսիրե, ինչքան ընձի։ Հնա չէ որ Աստված ընձի շատ կսիրե, քեզի քիչ կսիրե։ Բոլորիս նույն ձևի Աստված կսիրե։ Տարբերություն կդնե, իհարկե ոչ։ Տարբերությունը գիտես ինչի մեջն է։ Ես չանք կենեմ, դու չես ենե, դու չանք կենես, ես չեմ ենե։ Սրա մեջ է տարբերություն, ուշ ոչ մի բան։ Հիմա սիրելիներս, խնդրում եմ ձեզ, եկեք ասպես քծեք կողքի, ապաշխարեք, ձեր ամուսնու համար է փառք տվեք, ձեր կնոջ համար է փառք տվեք, ձեր երեխեքի համար է փառք տվեք, օգնեք մեկը մյուսիդ, որ կայանաք ու Աստծուց չհեռանաք։ Մի քանի օր առաջ տրտնջով չէ, ուղղակի մի փոքր տրտմել էի, նստել էի իր գունե, մտքով Աստծու հետ շփվում եմ, մեկը նայում եմ, ոչ մեկ չկա, քնել են, կինս չկա, սենյակն է, նսես տրտմություն էր ներսս, մի հատ հոգս կար, որը որ լուրջ անհանգստացնում էր ինձ։ Մեկը կինս վառվող աչքերով դուրս եկավ, չվախենաս Արմեն, բնոր կաղոտեի, Աստված այնքան դռներ էր բացել քո առաջ, ասի փառքես Տեր ջան, այսինքն օգնեք մեկը մյուսիդ կայանալու, մեկը մյուսից ընդունեք, ինձի համար, ինձ համար, ամենալավ մարգարեն իմ տանս մեջն է, մի ման արեք ուրիշ մարգարեներ, քու կնոջդ, քու ամուսնուդ խոսքը ամենաթանկ խոսքն է, որ կարող է լինի, Աստված ավելի արագ իրաց հետ կխոսա, քան ստեմ է ուրիշի, ժողովուրդ ջան, մի ծանրացրեք, մի շատ սենց դժվարացրեք, կյանքը շատ հեշտ է, Աստված իրա տեղն է, Աստված աղոթքներ կլսե, ամենակարևորը, մարդ ինչ որ ցան է, այն էլ կհնձե, Աստված տվավ ամուսին կին, չէ ավել ճիշտ կնոջ ամուսնուն, օգնական, ամեն, օգնական, օգնականից օգտվեք, ընկերներից օգտվեք, հովվական օծությունն ու պարգևը ընդունեք, ու վերջ, ու էլ չեմ տրտնջա, չէ, ու ամեն բան լավ կլինի, համաձայն Աստծու խոսքի հա, ու ամեն բան լավ կլինի։ Գիտեք, շատ անգամ ինչից է գալիս տրտուն չէ, երբ որ մենք անում ենք ոչ այն, ինչ որ Աստված է ուզում։ Միգուցե դու սխալ ուղղության վրա ես, մի հատ նայ, Աստված ջան, դու ինչ ես ուզում։ Միգուցե սխալ ճանապարհի վրա եմ, դրա համար ոչ բան չի ստացվում։ Իրական պատմություն Սամարայից էլ մի հատ կին կար, 3 հատ կվարտիրա կորցրեց։ Ինչ բիզնես դրեց չստացվավ։ Դուք պատկերացնում եք 3 հատ կվարտիրա։ Համ տրտունշն է կար, համ դժգոհությունն է կար, համ հիասթափությունն է կար, ամեն բան կար իր մոտ։ Մինչև մի օր իմաստություն քաղեց։ Ասեց Աստված ջան, ինչ ես ուզում որ ես անեմ։ Ես մտածում եմ, որ ես բիզնեսմեն, ոնց են ասում, բիզնես լեդի։ Ես բիզնեսմեն կին եմ, էլի բան։ Աստված ջան, ինչ ես ուզում որ ես անեմ։ Ու հետաքրքիր Աստված խոսաց իր սրտի հետ։ Ասեց ես ուզում եմ որպեսզի դու գնաս ու երեխաներ որտե գրես ու պայես։ Հարցնում ես իմ կամքը սա, իմ կամքը սրա մեջն է։ Հիմա եթե ինքը իմաստուն եղներ, օրինակ, 3 կվարտիրա չէր կորցնե, չէ՞։ Բայց գիտեք ինչ է, հետաքրքիր, երբ որ ինքը գնաց երեխա որտե գրեց, որտե գրելու ժամանակ։ Մի անգամից ում կնային, այն ամենաաշխուժին, սիրունին, ոբշե մակուրին, լավին, որովհետեւ տանում ես քո տունը։ Աստված ասում է իրաց մի նայ, մդեն ինվալիդնի բաժինը։ Քիչ է երեխա որտե գրես, մի հատ երտաց են ինվալիդն է, այսինքն ու գնում է մի հատ երեխա, որին որ բերե թողել են ու իծնը ինքը չի կարող քայլել, ողնաշարից ներքև թույլ է եղել, բերե ծնողները թողե գնացել են։ Ու Աստված ասում է, ուզում եմ որպեսզի դու իրան որտե գրես։ Ու այնտեղ կա որտե գրություն, կա ապիկունսվա, չէ, որ մի հատ ձև կա, եթե կենես, պետությունը քեզի փող է տալիս։ Ասում է ու Աստված զգուշացրել է, սեն չանես, որ պետությունից դու բան սպասես։ Պատկերացնում ես ու ցույց է տալիս մի երեխա, որը որ ինվալիդ է։ Մի խոսքով իրան որտե գրում է, բերում է, անցնում է 3 ամիս, քաղաքապետ է այս Սամարայը։
Մանկատները որ ման է եկե։ Չիտես ինչի հենց է երեխեն իր աշկին ընկե։ Սելը ով որ էս երեխուն տանի, չասեք որ իր հաշվին գումար կա։ Ու ոչ թե ապիկունստվա, այ որտե գրությունով է եղավ։ $50,000 իր հաշվին կնստեցնեք։ Կնայեք մե 3 ամիս։ Իրականում հոգս կենե, չի ենե, կպայե, չի պայե նոր։ Ու նայենք որ չէ, շատ նորմալ է։ Այս երեխեն եկավ եկեղեցի, լուրջ բան եմ ասում, ինվալիդնի կայլասկով, երկրորդ ծառայության մեջ Աստծո առաջ ենք խոսում։ Ոչ մեկ սպես չգիտեմ, սես յուրահատուկ հրաշքների, նշանների ծառայություն չի եղել։ Ես կսեմ, գիտեք ինչն է մեր անհաջողությունը, որ մենք սխալ տեղեր ենք ուղղվել, որ մեր աչքերը միշտ ուղված է մեր ուրիշ տեղեր։ Ու այս կինը հետաքրքիր էր, երբ որ այս երեխուն բերեց առաջ, գիտեք ինչ տեղի ունեցավ։ Հովիվը Աբիշնի սովորական կիրակի օրվա ծառայություն, այսօրվա պես։ Սա եկեղեցի ձեռքը երկարացրեց, ձեռնը չտրեց գլխին, հիշում եմ պարզ, այսօրվա պես ես հրաշք է եղել իմ աչքերից, լուրջ հրաշք էր։ Ողնաշարից վար գոտկատեղից ներքև չի զգաց է, անջատված է եղել լրի ոչ բան։ Պրոստը դրեցավ Գասպոյս բլոգոսլավի վայ իմ Հիսուսը Քրիստա, մենք խոսում ենք որպեսի քայլ է։ Մի անգամից ելավ, սկսեց սենց քայլել։ Անցավ մեր 2 շաբաթ ոտքերը ուղղվավ։ Հիմա այս երեխեն շատ իշքան գիտեմ URT-ով, URT մի հատ ալիք կար է, իրան դաժե կանչեցին Նատալիային։ Ու այդ անցավ մի շաբաթ $50,000 հաշվին նստավ։ Անցավ 2 ամիս մի հատ պրիորա կուպեր նվեր տվեցին։ Անցավ 2-3 ամիս մի հատ ուրիշ երեխա որտե գրեց։ Ու մի օր հիշում եմ, դուրսը իրար տեսանք Նատալիայի հետ։ Օ, պրիվետ Արմեն, բարև ձեզ։ Բա ինչ ես անում, ես է կազել կքշեի։ Հոգնած, քունը գլուխս, տուն պետք է փող ուղարկեմ։ Մի խոսք ասես մի հատ խառը վիճակ։ Ասեց Արմեն, ասա։ Ինչ է Նատալիա, ասեց արա այն ինչ որ Աստված է ուզում որ դու անես։ Որ եմս հաջողակ։ Զգաց, իշքան բեռնավորված է ժամանակ ու հոգնած։ Սա վես 3 հատ կվարծիրա կորցրեցի։ Մե բանի համար որ չէի հարցնում ասում, Աստվածան ինչ ես ուզում որ ես անեմ։ Հիմա սիրելի քույր եւ եղբայր։ Կարաս կագնես Աստծո առաջ ասես Աստվածան, ինչ անեմ որ լավ լինի։ Երբ որ ինքը ասեց, արա։ Երբ որ անում ես, ունենում ես պտուղ։ Էլ չես տրտնջա։ Գիտեք ինչի կտրտնջանք։ Որտեվ չունենք այն ինչ որ ուզում ենք որ մենք ունենանք։ Եվ երկրորդ հարցը, միգուցե Աստված չի ուզում որ մենք ունենանք այն ինչ որ մենք ուզում ենք։ Չի ուզել վերջ։ Սա կտանեմ քեզ անապատ, սոված է կպայեմ, խոսքն է։ Երկրորդ օրինաց։ Ծառավել կպայեմ։ Գիտեք ինչի։ Որ սա մի հատ դու հայտնաբերես թե քո սրտիդ մեջ ինչ կա։ Ոչ թե ինք, այ մենք։ Ինքը շատ լավ գիտե ինչ կա, որ մենք տեսնենք, որ հրաժարվենք։ Ամեն։ Չգիտեմ, շատ պրիմիտիվ է։ Տերը օրհնե բոլորից։ Պողոս Արաքյալի պես։ Աստվածան օրհնե ինձի, աչքերս բաց ինձի, քո խոսքիդ մեջ գրված է քչի մեջ հավատարիմ եղնողը մեծի մեջ կտրվեցվի։ Իսահակը 21 տարի ցանեց, երկրորդ տարին ցանեց, 100 պատիկ հնձեց։ Գրված է ասում է Իսահակը ջրորներ էր բացում։ Այս վերջերս պրոստը այս միտքն էր։ Գիտեք, մի հատ հետաքրքիր բան կա, աղոտ կա, երբ որ աղոտում են, չէ՞։ Կանչում ենք Աբրահամի, Իսակի, Հակոբի օրհնությունները։ Գիտեք ես ինչ եմ հասկացել, որ ամեն մարդու վրա այս աղոտքը պետք է չենես։ Ծույլ մարդու կյանքի վրա երբեք պետք է չաղոտես։ Ծույլ մարդուն պետք է սես ել ու շարժվի։ Ուրիշ ոչ մի բան։ Կաղոտեք ինձ համար խոսքի, Աստվածաշունչ չի կարդա, եկեղեցի չի գալիս, ոչ բան չի անում։ Քեզի պետք է շարժվել։ Ասում եք կանչում ենք Իսահակի, Աբրահամի ու Հակոբի։ Ու ոնց որ այս վերջում ոնց որ Աստված ասեր լուր անկեղծ, ոնց որ Սուրբ Հոգին ասեր մի հատ կարասը ուսումնասիրես իրաց կյանքը։ 3-ից կային մարդ որ ծույլ էին։ Նայում ես, սաղ աշխատասեր մարդիկ էին։ Մի ինչ եղավ, իրաց օրհնությունը պետք է վերցվի, տրվեցվի սրած վրա։ Իհարկե ոչ։ Երբ որ կանչում ենք, պետք է համապատասխանենք։ Դու պետք է համապատասխան քայլեր անես, որ օծությունը գա քո վրա։ Էլեմենտարնի սովորական բան։ Սովորական։ Եթե այսօր դու չգայես, չէես լսե խոսք։ Եթե չլվացվես, մաքուր չես լինի։
Եթե հաց չուտես, կուշ չես լինի։ Նույն այնտեղ է։ Լավ, կարող եք ոտքի կանգնեք, սիրելիներս։ Աստված ձեզ շատ օրհնի։ Հավատում եմ, որ այս խոսքը Հիսուսի անունով թող պտուղ բերե, թող եթե պետք է մի փոքր ներսերս փոփոխություն, թող փոփոխություն բերե։ Եթե քեզ բռնացրեցիր մի բանի մեջ, փառք Աստծուն։ Արեք աղոթենք, սիրելիներս։ Արեք բերենք մեր կյանքերը Աստծո առաջ։ Եթե դժվարություն չէ, կարաս է մեդևից կրկնես։ Ոյտո մի հատ լավ փառաբանության, շնորհակալության ուժեղ երաժշտությունով կավարտենք։ Ասա Տեր իմ Աստված, Հիսուսի անունով խնդրում եմ քեզ, ներիր ինձ այն բոլոր տրտունջների համար, ինչ որ բարձրացել է դեպի քեզ, ինչ որ դուրս ել է իմ շուրթերից, ես ապաշխարում եմ, խնդրում եմ քեզ, ներիր ինձ, ու ես շնորհակալ եմ այն հոգու համար, որ բնակվում է իմ մեջ, ես շնորհակալ եմ հավիտենական կյանքի համար, ես շնորհակալ եմ թանկագին այրանդ համար, ես շնորհակալ եմ իմ ընտանիքիս համար, ես շնորհակալ եմ իմ երկրիս համար, իմ քաղաքիս համար, իմ եկեղեցուս համար, ես շնորհակալ եմ, որ ես առողջ եմ, ու ես որոշում եմ կայացնում, չդժգոհել, այ գոհանալ, ամեն ինչի համար, ինչ որ արել ես ու անում ես իմ կյանքիս մեջ, փառք քեզ Տեր ջան, ամեն։